Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է։ Առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 65 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաեւ այն մասնագետներին, որ ծրագրեր են իրականացնում, որ ունեն գաղափարներ, որ կարող են օգտակար լինել նաև ձեզ համար։ Այնպես որ նոթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր շատ պահանջված թեմա է։ Թեմայի ենք անդրադառնալու, իմ հյուրը Դավիթ Պիպոյանն է, Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ես ձեր բազմազբաղ ժամանակում մեզ համարել, մեր տատիկ պապիկների համար ժամանակ գտաք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ եթե տեսնում եք այս եղանակային պայմաններին չնայելով, երկրորդ շնչառություն պիտի ապահովենք մեր համար, մեր հասարակության համար շատ կարեւոր խմբի։ Թիրախային խմբի, այո։ Դավիթ, ասացեք, խնդրեմ, թե ինչու են տատիկ պապիկները, մեր տատիկ պապիկները, այսօրվա տատիկ պապիկները շատ կենտրոնացած սննդի վրա։ Նույնիսկ կատակներ կա, չէ՞, որ տատիկը թորան ամենակարևորը կերակրի, զուտ ինչ որ գուցե մշակութաբանական տեսակետից, ինչու է կերակրվելը սննդառությունը այդքան կարևոր այդ խավի համար, այդ տարիքային խմբի համար։ Տեսեք, նախ մի քանի կարևոր հանգամանք, որը որ կուզեի շեշտադրել, հաշվի առնելով, որ մեր աշխատանքը այնուամենայնիվ մարդկանց հետ է, որովհետև մենք ամեն տարի իրականացնում ենք մարդկանց սննդակարգի, մարդկանց սննդային սովորույթների ուսումնասիրություն եւ մեր կենտրոնի առանձնահատկությունը այն է, որ մենք հետազոտություններ իրականացնում ենք տարբեր սեռատարիքային խմբերում եւ հետագայում փորձում ենք նաեւ դրան գիտական հիմնավորումներ տալ, այդ օրինակ տարբեր սեռատարիքային խմբերում սնման սովորույթների առանձնահատկության հետ կապված, տարիքի կապը, օրինակ տարբեր սնման սովորույթների եւ իսկապես շատ հետաքրքիր արդյունքներ ենք ստանում եւ պետք է մի ուրախալի լուր հայտնեմ, այս առումով իսկապես շատ կարեւոր է, որ անգամ կապ կա երեխաների սննդակարգի եւ թե ընտանիքում տատիկ պապիկ կան, թե չկան։ Շատ հետաքրքիր է։ Շատ կարեւոր։ Այսինքն երբ որ տատիկ պապիկը ամենայն հավանականությամբ երեխաները ավելի լավ են սնվում, հետեւողական կա, դրսի սնունդն է քիչ, կասեք։ Նախ կարեւոր, իսկապես շատ կարեւոր առանձնահատկություններ կան, տեսեք, տատիկները եւ պապիկները բնականաբար շատ սիրում են իրենց թորնիկներին, բայց երբ իրենք մեծանում են եւ արդեն թորնիկների խնամքով են զբաղվում, իրենք դառնում են շատ ավելի մեղմ։ Եվ այդ ամեն ինչը պարզ է նաև մեր ընտանիքներում, օրինակ իմ ծնողները երբեք իրենց երեխաների հետ չեն եղել, այդքան բարի, ինչքան որ թորնիկի հետ։ Եվ իսկապես դա կապված է նաև մարդու տարիքի ֆիզիոլոգիական process-ի հետ, բայց ինչպես է դա կապվում արդեն սնման սովորույթների հետ։ Իդեպ ասեմ, նաև քննարկել ենք տարբեր դպրոցների եւ մանկապարտեզների հետ։ Գիտեք, այս տարի մենք մանկապարտեզներում եւս ունենք փոփոխություն։ Սննդակարգի շատ կարևոր, շատ առանցքային։ Ուզում եմ հենց դա կապեմ մեր ընտանիքների հետ։ Ես հաճախ երբ գնում եմ դպրոցներ, որպեսզի քննարկեմ ճաշարարանների պատասխանատուների հետ, բոլորը նշում են մի կարևոր հանգամանք, որ ընտանիքներում կա տատիկ եւ պապիկ, երեխաները ավելի բազմազան խոհանոցի են սովոր։ Ինչով է դա պայմանավորված, որովհետև 21-րդ դարում հատկապես դե ես աշխատանքի բնույթով Երևանում եմ ավելի շատ լինում, մարզեր չեմ կարողանում մեկնել գործուղման։ Իսկ Երևանում գիտեք, կանայք շատ ծանրաբեռնված են աշխատանքով։ Իսկ այստեղ եւս կապ կա, որքան կինը ծանրաբեռնված է, իր աշխատանքային գրաֆիկը որքան ծանրաբեռնված է, նա ունի նաեւ բազմաթիվ այլ խնդիրներ, երեխաներին հասցնելու խմբակ դպրոց, մանկապարտեզ։ Այնքան քիչ է եփում, այնքան քիչ է ժամանակ տրամադրում, այսինքն դա շատ նորմալ process է, որ ավելի տանը լինում են կիսաֆաբրիկատներով հարուստ ուտելիքներ, ժամանակ չի մնում տաք ճաշիկներ պատրաստելու, թարմ աղցաններ պատրաստելու, ինչը արդեն ազդեցություն է ունենում նաև երեխայի սննդակարգի վրա, որտեղ երեխան հետ է վարժվում, տաք ճաշիկ ուտելուն կամ թարմ աղցաններ օգտագործելուն, տատիկը եւ պապիկը որպես այդպիսին բնականաբար տանն են, ավելի շատ ժամանակ ունեն հատկացնելու այդ ամեն ինչին եւ ամենակարևորը, որը որ մեր սնման սովորույթների հետ կապված, եթե մենք հետ գնանք իսկապես մեր ավանդական խոհանոցին, ապա կնկատենք, որ մեր ազգային եւ ավանդական խոհանոցը աչքի է ընկել իր բազմազանությամբ եւ իր օգտակարությամբ։
Ցավոք սրտի, որքան մենք կտրվում ենք մեր նախկիններից, մեր պատմամշակութային ժառանգությունից եւ ակունքներից, այո, մենք ցավոք սրտի բախվում ենք մի շարք սննդային սովորույթների խախտման հետ եւ դա օրինակ մի քանի դեպքով, օրինակ բերեմ։ Հիմա օրինակ մեր հետազոտությունները, եթե մենք այսպես բաց, քարտեզի նման բացում ենք, մենք երբեք բարձր տարիքային խմբերում չենք ունենում օրինակ գազավորված ըմպելիքների չարաշահման կլաստերներ, որ օրինակ այդ չարաշահում են։ Էներգետիկ ըմպելիքների գրեթե կիրառություն, գործածություն չունենք, այսինքն այստեղ էլ այնքան հստակ է, չեն օգտագործում, ծանոթ չեն այդ մթերքներին։ Այսինքն սա մի շատ կարևոր հանգամանք է։ Երկրորդ մյուս կարևոր բանը, որ կամ ես միշտ այդ օրինակը եւս վերում եմ, երբ օրինակ մեր մեծահասակները ինչ որ մեկին երկար ժամանակ չեն տեսնում, ինչ են ասում են դարձել է նոր տարվա լիմոնադ։ Այսինքն նաև մարդկանց գիտակցության մեջ անգամ այդ լիմոնադը որպես դժվար ճարվող եղել, այսինքն մշտապես այդ սնման սովորույթ որպես դարձնելը չի եղել եւ նաև այս առումով շատ կարեւոր է, որ քանի որ միրգը, բանջարեղենը մշտապես մեր սննդակարգի մաս է եղել եւ օրինակ հատիկեղենը, այս առումով շատ կարեւոր է նաեւ թե մենք ինչ աշխարհագրական, ծագում ունենք, սա էլ է շատ կարեւոր, որովհետեւ մեր ընտանիքը օրինակ հորական կողմը գավառից է եւ չնայած մայրիկս գավառից չի, բայց մեր գավառի խոհանոցը բնականաբար պահպանված է եւ դրա համար օրինակ ինձ համար եւս նորմալ է, որ տանը մշտապես պետք է ունենանք, տաք ճաշատեսակ, այսինքն սա եւս շատ կարեւոր է։ Եվ այդ առումով կուզեի մի քանի օրինակ շեշտադրում անել մեր հատկապես 60 եւ պլյուս տարիքային խմբում, որ օրինակ նույն միրգը եւ բանջարեղենը, երբ մենք նայում ենք երիտասարդների մոտ, օրինակ խնդիր է, մենք նկատում ենք, որ միրգ, բանջարեղեն կամ բազմաթիվ չեն սիրում եւ չեն օգտագործում։ Օրինակ երիտասարդներ կան, որ նաև այդ բանջարեղենի տեսականու առումով այնքան քիչ բազմազանություն են բանջարեղենի օգտագործում, որ եթե այդ բանջարեղենի սեզոնը չի կամ այդ մրգի սեզոնը չի, ապա նայում ես, որ սննդակարգում անգամ այդ նվազագույն, օրական 400 գրամ միրգը եւ բանջարեղենը չեն ապահովում։ Իսկ արդեն մեր օրինակ 55 եւ պլյուս տարիքի խմբերում մենք նկատում ենք, որ նրանք ավելի մրգի բանջարեղենի սպառման առումով իհարկե շատ ավելի նորմալ են սպառում, ավելի քիչ խնդիրներ են ունենում, բայց իհարկե հանուն արդարության պիտի ասեմ դա էլ ամռանը, որովհետև ցավոք սրտի նաև սոցիալ-տնտեսական պայմանները մեծ նշանակություն ունեն մարդու սննդակարգում։ Դավիթ, միշտ դրան անդրադառնալը մի հարց տատիկ թորնիկների բաց չթողնենք։ Պատկերավոր ասած, տատիկ ունեցող թորնիկները քրչիկը ուտում են, ավելուկով ճաշ ուտում են կամ շանս կա որ կուտեն, բայց տատիկ պապիկները նաև մի ձեր ասած դասիրակության մեղմելու հետ զուգահեռ նրանք քաղցրեղենի չարաշահում են թույլ տալիս։ Այո, ես հենց այդ մասով եմ, որ այո, եւ եկեք կոչ անենք, որ մի հյուրասիրեք, մի տվեք, եթե հատկապես գիտակից ծնողները թույլ չեն տալիս։ Այս երևույթը կա։ Բայց շատ ժամանակ ինչ են անում։ Սա ախր երևույթները ընդհանրապես ինչպես ասում են, երկու կողմ են միշտ ունենում։ Տեսեք, բազմաթիվ տատիկներ եւ պապիկներ երեխային ասում են, «Էս ճաշը կեր», որ կոնֆետը տանք, այսինքն նաև այդ կոնֆետը երեխայի համար դարձնում են որպես խրախուսանք, բայց գոնե երեխային համոզում են, որ մի փոքրիկ այդ ճաշից ուտի, ես իհարկե անուն չեմ տա, բայց դպրոցներից մեկի պատասխանատուների հետ էի զրուցում, որը ինքը տատիկ է եւ շատ պոզիտիվ, այդպես երևում է, որ ինքն էլ երեխաներին շատ է սիրում, ես էլ միշտ ասում եմ, որ երեխաների հետ սիրում եմ աշխատել եւ հետեւում եմ իրեն հարցախույզ եմ անում, որտեվ աշխատում եմ ես էլ իրենց հետ ընկերական լինեմ, որ ոչ թե տուգաննում ենք, մենք տուգանող չենք, մարդը հանգիստ կիսվի քո հետ, որտեվ մենք նպատակ ունենք, որ ավելի ուղղելու, եւ մի օր տատիկներից մեկը ասեց, դե ասում է Դավիթ ջան, ինչ ասեմ, չեմ թաքցնի, ասում է քեզնից, որ տենում եմ երեխեքը չեն ուտում, այ մարդ իմ թորից ես չեմ տարբերում դրանց, ասում եմ կեր, որ մի հատ ժելե տամ, այսինքն ես այդ միշտ ժելեի օրինակն եմ վերում, ես էլ ասեցի, որ դե ժելեն բնականաբար շատ վատ է, հատկապես երեխաներին, որտեվ բացի շաքարը, ներկեր, հավելումներ եւ ընդհանրապես որևէ օգտակար բան չունի, եւ այո, ինչպես նշում ենք, սա շատ կարեւոր է, բայց այստեղ մի կարևոր խնդիր կա եւ կուզեի հիմա օրինակ մի փոքրիկ անցում անեմ, բազմաթիվ դժգոհություններ եմ ստանում նաեւ մանկապարտեզներից, որ երեխաները հրաժարվում են
եւ տաք ճաշատեսակներից եւ աղցանից եւ հատկապես այդ աղցանից հրաժարվելու դեպքում բազմաթիվ երեխաներ սոված են մնում։ Որն է լուծումը հետաքրքիր։ Ահա, սա էլ է շատ կարևոր։ Գիտեք, որովհետև մենք եթե երեխային տանը, հա, իսկ ցավոք սրտի պետք է նշեմ, որ այդ նույն դաստիարակության մեթոդների հետ կապված ես նկատում եմ, որ որքան ժամանակը անցնում է, շատ արագ տեմպերով մենք Հայաստանում ականատես ենք լինում դաստիարակության մեթոդների էական փոփոխության։ Հիմա տեսեք, մենք այստեղ էլ, հա, շատ կարևոր է թե որքանով ենք օբյեկտիվ։ Ինչի եմ ասում, որքանով ենք օբյեկտիվ, որտեղ այո մեր սերնդակիցները շատ լավ հիշում են մեր ծնողների խիստ դաստիարակության մեթոդները, բայց մեր ժամանակ չէր կարող երեխան, հա, կամակորություններ անել եւ ընտանիքը բավարարեր այդ բոլոր կամակորությունները։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ հիմա ես ընտանիքներ գիտեմ, որ ասում են դե երեխան չիպսից, կարտոֆիլի ֆրիից բացի ոչինչ չի ուտում, մենք միայն դա ենք տալիս։ Շատ են այդ ընտանիքները։ Եվ շատ են այդ ընտանիքները, աղիձողիկ, այսինքն ինչքան վատ սննդային սովորույթ կա, եւ դա ամենահեշտ տարբերակն է, այսինքն ջանք չդնել, ջանք չթափել, չգիտեմ, բացատրական աշխատանք չտալ, որտեղ այդպես ավելի հեշտ է։ Բայց մի եւս օրինակ բերեմ, իհարկե իմ շատ մտերիմ ընկերներից մեկը, որ հիմա Հայաստանում չի ապրում, դժվար հիմա մեզ հետևի, բայց միշտ իրեն ցիտում եմ, կուրսով հավաքվել ենք միջոցառում նշելու եւ քանի որ դե մենք բոլորս սա մասնագիտական կրթություն ունենք եւ կուրսեցից նաեւ իր կինը ովքեր որ կազմակերպել էին միջոցառումը գիտեն ես շատ ուշադիր եմ սեղաններին ամենալավ աղցանները ամենալավ ուտելիքները եւ այո հարցնում են դե իրականում մեր հայկական սեղանները եթե ճիշտ միշտ բանջարեղենային աղցան կա եւ մենք նորմալ սեղան ունենք իրականում մենք ենք փչացրել մեր սեղանները թե չէ հայկական ավանդական սեղանը իսկապես կարելի է շատ լավ սնվել եւ այդ նույն օրը երեխաների համար նույն ռեստորանում պատվիրել էին սեղան որտեղ դրված էին գազավորված ըմպելիքներ պիցա եւ ֆրի Ես երբ որ մոտեցա երեխաների սեղանին ասում եմ երեխեք ջան ասում եմ դուք եթե մեր սեղանից օգտվեիք շատ ավելի օգտակար կսնվեիք քան անունը որին մենք դրել ենք մանկական մենյու այո մանկականը այս առումով եւս իհարկե ծայրահեղություններից ծայրահեղություն ենք ընկնում եւ տեսեք մի օրինակ բերեմ Դարձյալ, որովհետև մենք որոշակի դեպքերում հանուն արդարության պիտի ասեմ, որ կրկնակի չէ, եռակի ստանդարտներով ենք առաջնորդվում։ Նոր մայրիկներ կան, դե ես շատ առնչվում եմ, չէ՞, նոր մայրիկների հետ, ծայրահեղ։ Բայց այդ նույն ծայրահեղ մայրիկը դու տեսնում ես, թե երեխային ինչքան շոկոլադ է տալիս, ինչքան քաղցր է տալիս, բայց օրինակի համար ինքը ինչ որ գրականության մեջ կարդացել է, որ այ մեղրը երեխային վնասակար է այսինքն ուրեմն այդքան շաքարը երեխային վնասակար չէր այդքան շոկոլադե մածուկը վնասակար չէր կամ թեյը եւ այս առումով եւս հասկանում եք մենք պետք է հասկանանք որ ի վերջո եթե համեմատում ենք նաեւ մեր այդ նույն մարտիկ ի վերջո ներկայիս 65 տարեկանները ես կատակում եմ հաճախ որովհետեւ երբ մայրիկ էր ոչ թե տատիկ եւ բնական է մեր տատիկն է մեզ է չէ պաշտպանել Այսինքն դա այդպես ես միշտ շատ լավ հիշում եմ մեր կենտրոնի հա պայծառահիշատակ հիմնադիրը պրոֆեսոր Սաղաթելյան ասում էր որ ընտանիքն է որ գիտական կենտրոնն է համարվում առողջ որտեղ 3 սերունդ կա տատիկը եւ պապիկը հա որը իր փորձով այո ավակ սերունդը որը կիսվում է ծնողները որոնք աշխատում են հա որ հասցնեն եւ ապահովելու եւ փոքրերի եւ երեխաները գիտական կոլեկտիվն էլ է այդպես եթե դու այ հիմա անդադ խոսում են չէ Հայաստանի գիտությունը որ շատ խախտված է այդ սերնդափոխությունից ունենք շատ երիտասարդներ հա բայց այդ միջին սերունդ չունենք սա էլ է շատ կարևոր ինչի որտեւ այդ բերը քաշողը պիտի միջին սերունդը լինի հիմա այդ առումով էլ ես օրինակ մի օրինակ բերեմ վերջերս խոսում էինք զրուցում էինք լրագրողներից մեկի հետ որ զանգահարեց ինձ Ասում Դավիթ ջան, դե արդեն անհանգստանում ենք, ասում վերջերս էր այդ մի մանկական կերի մեջ խախտում հայտնաբերվել, մի քանի օր չանցավ, հիմա էլ գիտեք, դարձյալ մեծ խոշորագույն ընկերություն, հա, մեծ խախտում եւ գիտեք, որ բազմաթիվ երեխաներ առնչվել են, բախվել են բարեբախտաբար ոչ Հայաստանում, բայց դե պարզ է, ցանկացած մայրիկ, եթե այդ ապրանքանիշից օգտվում է, բնականաբար անհանգստանում է եւ ավելին ասեմ, այնպես չի, հա, որ Հայաստանում էլ բոլոր մթերքներն անվտանգ են, այս առումով եւս շատ կարեւոր է, որովհետեւ նույն օրինակ եթե հետ ենք գնում, հա, նախկին մեթոդներին եւ նախկին սննդակարգին, հիմա երբ մենք
նայում ենք նաև այդ ամեն ինչին սննդագիտական տեսանկյունից, հա, ես կուզեի մի քանի նաև շեշտադրում անել։ Այսօր մենք անընդհատ ասում ենք եվրոպական ուղեցույցներ, բոլորիս թվում է, որ բառը, եթե եվրոպական ուղեցույց ենք ասում կամ ամերիկյան, մենք ավելի առաջադեմ ենք։ Դրանով դառնում ենք ավելի առաջադեմ, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, եթե դուք բացեք Խորհրդային Միության տարիների սնման նորմերը եւ սննդակարգերը, նրանք շատ ավելի խիստ են եւ որակյալ քան նույն հիմիկվա եվրոպական ուղեցույցները։ Այ մենք ընդհանրապես վերջերս մի հետազոտություն էինք անում եւ ես վստահ եմ, որ բոլորը շատ լավ կհիշեն ժամանակին ինչքան տարածված էր եւ մարդիկ ինչքան շատ էին օգտագործում տարեկանի հաց։ Հետո սկսեց տարեկանի հացի այդ մասսայական կեղծումները, որտեվ Հայաստանում չկար գունանյութեր տալ եւ այլ, բայց ժամանակին մարդիկ, ես հատկապես հիշում եմ դիաբետով հիվանդները, հա, օգտագործում էին անցած հաղորդումը մեր հենց դրա մասին է։ Սա շատ կարեւոր էր եւ նախկինում, եթե բացում եմ հենց նույն մեր մանկապարտեզների, հա, նախադպրոցական ուսումնական հաստատությունների կարգը, այնտեղ հստակ ունեինք, որ երեխան չի կարող օգտագործել միայն ծորերի բարձր տեսակի ալուրից պատրաստվող հաց։ Եվ հիմա նայում ենք, որ հաճախ խոսում ենք, որ Հայաստանի սննդակարգում երկաթը քիչ է, ֆոլատ դեֆիցիտ ունենք, բայց նույն օրինակի համար, հա, տարեկանի կամ աշորայի հացը, որը որ մենք ունենք, նա ֆոլատի լավ աղբյուր է հանդիսանում։ Մարդ օրինակ 100 գրամ ընդամենը տարեկանի հաց օգտագործելով իր ֆոլատի օրական դոզայի 33% կարող է ստանալ։ Այսինքն պատկերացնում եք ինչքան կարևոր ուտելիքներ։ Ես ինչի եմ նաև իմ սոցիալական ցանցի էջով անդրադառնում, թե օրինակ ինչի ենք մենք սիսեռի քանակը սկսել կրճատել, եւ հետո երբ որ ավելի մանրամասն նայում ես, նաև այս առումով, հա, ցանկացած մանկապարտեզի տնօրենի կամ պատասխանատուի հարցրեք, նախկինում massայական խախտում էին բոլորը, ծորենի բարձր տեսակի ալուրից հաց էին տալի։ Ասեք ինչի եք դա տվել, որտեվ երեխաները հրաժարվել են մնացածից։ Մանկապարտեզ այդ կապը, հա, սննդային վարքի փոփոխություն ամենադժվար փոփոխություններից են, եթե դու մենք ինքներս մեզ վրա էլ գիտենք ինչքան դժվար է պակասեցնել շաքարավազը, աղա եւ այլն։ Վերադառնանք մի կարճ խորհուրդ տատիկներին, պապիկներին, որ երեխաներին չառաջարկեն քաղցր, սահմանափակեն, եկեք հստակ սահմանենք, որպեսզի մեզ լսողներն իմանան։ Ես ճիշտ ասած կուզեմ մենք մի քիչ թվերով խոսենք, հա, որտեղ մեր տատիկ-պապիկների համար էլ է, սա շատ կարևոր։ Ինչի եմ ասում, որտեղ հիմա ամբողջ աշխարհը սննդանյութերի վրա հիմնված ուղեցույցներից անցնում է սննդի չափաբաժինների վրա, որտեղ մարդիկ մասնագետներ չեն, հա, մենք պիտի օրինակներով բերենք, որ մարդը պատկերացնի։ Հիմա մի քանի օր առաջ հանրային հեռուստաընկերությունում տաղավարում հնարավորություն ունենք այդ նույն մեթոդը կիրառելու եւ բազմաթիվ տատիկներ, պապիկներ կային տաղավարում, օրինակ հարց տվեցինք մինչեւ հաղորդումը, ինչ եք կարծում, արդյոք դուք աղաչարաշահում եք, մեծ մասը նշել էին ոչ, հետո ընդամենը 3 աղ պարունակող մթերքի օրինակ բերեցինք հաց, պանիր եւ մսամթերք, հաղորդման ավարտին բոլորը պատասխանեցին, որ այո, որտեւ արդեն չափաբաժնով ասեցինք, այսքան չափաբաժնով կգերազանցեք։ Հիմա որպեսզի նաեւ մեր տատիկներին, պապիկներին, իհարկե թորնիկներին մենք բոլորը շատ լավ գիտենք, որ իրենք շատ սիրում են, բայց ուզում եմ մի քանի օրինակ բերենք, որ իրենք եւս հասկանան, թե երեխայի օրական շաքարի նորմը ինչքան հեշտ է անցնել։ Պատություն չանեն։ Հա։ Հիմա տեսեք, այն օրինակի համար շոկոլադե մածուկները կամ շոկոլադե սալիկները, որ մենք տալիս ենք երեխաներին, դրանց 100 գրամը պարունակում է ընդհուպ մինչև 57 գրամ շաքար։ Նորման ինչքան է։ Նայեք, եթե մեծահասակների պարագայում թույլատրելին 10 է, բայց ցանկալին 5-ը, այսինքն 50 գրամ է մեծահասակի համար, իսկ ցանկալին 25, որպիսի պատկերավոր օրինակ բերեմ, 1 բաժակ գազավորված ըմպելիքը, որը 12 գրամ շաքար է պարունակում, 300 մլ, արդեն դա 25 գրամը գերազանցում է։ Մեծի դոզան, մեծի չափաբաժինը ելուր մնաց։ Եթե 50-ով կես լիտրն է գերազանցում, եթե հա ավելի երաշխավորվող քանակը, որ ավելի դե պրոտեկտիվ պիտի լինի, հա, ավելի ցածր պիտի լինի, այսինքն մենք չենք պատկերացնում, բայց դուք պատկերացնում եք մենք օրվա ընթացքում ինչքան տարբեր մթերքներ ենք օգտագործում, որոնք շաքար են պարունակում։ Այ մի նոր աշխատող ունենք, այդ ցանկը նայում է, ասում է, այս ցանկերը ինչի եք շփոթել, ասում եմ, ի՞նչն ենք շփոթել, ասում է, դե այս շաքարի մթերքներում այնց տարբեր բաներ ա ներառված, ասում եմ, չէ, չենք շփոթել, դրանք բոլորը շաքար են պարունակում, ասում եմ, ոնց, կետչուպը շաքար ա պարունակում, ասում եմ, կզարմանաս, բայց մեծ քանակով։ Այ հենց դա է տարբերությունը, որ տոմատը թթու է, իսկ կետչուպը շատ շատերը գիտեք, որ տոմատից հրաժարվում են, բայց կետչուպ սիրով ուտում են, որտեղ կետչուպը մեծ քանակությամբ աղ է պարունակում, հավելումներ է պարունակում, շաքար է պարունակում, եւ սա կարեւոր է, որպեսզի մարդիկ եւս պատկերացնեն, որ
Արտակուստ անմեղ սննդատեսակի տակ եւ աղ կա եւ շաքար կա եւ գոնե թորներին խնայեն իրենց էլ։ Եվ այս առումով մի բան եմ ուզում ասել, որ մենք չպետք է վախենանք։ Գիտեք, մեր Հայաստանում ընդհանրապես մենք սիրում ենք, չէ՞, կողքիններին պոպուլիզմի մեջ մեղադրել, բայց բոլորս ուզում ենք լինել լավամարդ։ Այդպես չի լինում։ Ես օրինակի համար լավամարդ լինելու դերը ին վրա չեմ վերցնում, բայց գիտեք, որ այդպես շատ դժվար է ապրել։ Դու այդ ժամանակ արդեն հա եւ մարդիկ սկսում են օրինակ նույն բան անել քեզնից թաքուն։ Եթե ձեզ թվում է, թե ես եթե եթերներում, հա, տարբեր այս թեմաներով խոսում եմ, մեր տանը ինձնից թաքուն վատ ուտելիքներ օգտագործողներ չկան, դուք չարաչար սխալվում եք, որտեղ մեր տնեցիք են սպասում են, ես տանից գնում եմ եւ չեն սիրում, այո, շաքարը մերժողներին չեն սիրում, ես էլ եմ բախվում։ Կարճ անդրադառնանք, թե 65+ տարիքը ամենաշատը ինչ է սիրում, ասեցինք տոմատի մածուկ, այն օգտակար բաները կար պահածոների մասով, շատ կար ժամանակը, շատ սահմանափակ է եւ նաեւ յուղը նախկինում ընդունված էր յուղի օգտագործումը։ Այդ սերունդը օգտագործում է ձետ, ավելի տապակած սննդատեսակներ, հա, տակուտեսների մեջ, որ պակաս քան ապուժները, այստեղ էլ կարակ օգտագործեն գործնական խորհուրդ։ Օֆելիա ջան, ամենաբարդ հարցն եք տալիս եւ ամենաերկար պատասխանը ենթադրող, բայց ես պիտի փորձեմ շատ կարճ լինել։ Ընդհանրապես տապակումը եւ ջերմային մշակումը, երբ ճարպ ենք օգտագործում, որպես սննդի վերամշակման գործընթաց, ամենավատորակներից է, որովհետեւ անկախ նրանից ինչ եք օգտագործում, անգամ այդ նույն ձեթը։ Ձեթը, եթե դուք ռաֆինացված եք արել, այո, կարող եք ջերմաստիճանը բարձրացնել։ Մինչեւ կարող եք ասենք 160-ն էլ բարձրացնել, 180-ը, բայց ինչքան շատ եք բարձրացնում, այդքան շատ ազատ ռադիկալ է իսկ ազատ ռադիկալները ներկայումս բազմաթիվ հիվանդությունների եւ օրգանիզմի օքսիդատիվ ստրեսի պատճառ են։ Մյուս դեպքում, եթե ոչ թե բուսական եք օգտագործել կենթանական, դա հագեցած ճարպաթթուներ է պարունակում,